Մենք ունենք լավ մաֆիաներ, չէ, Ամերիկայում ապրող հայ մաֆիաներ ունենք, հայկական կուսակցություններ ունենք, կարևոր մարդիկ մաֆիայի մեջ։ Ես ուզում եմ ձեզ խնդրում եմ ուղղակի սկսեք ինձ օգնել հետախուզենք այս տերորիստությունը, որ անում են այս Հարութ Օրյանը, Անի Առաքելյանը, նրանց ամբողջ ընտանիքը ինչ որ տերորիստ ազգեր են։ Եկել լծվել են Ամերիկան ու Կանադան, ձևացնում են իրանք քրիստոնյա են, իրանք սենց են, նենց են, եթե հելնում ես իրանց հակառակ ես խոսում, ասում են, այս ինքը մեզի persecution-ը անում, իրանք են տերորիստը, բայց false accusation են անում, մեր վրա են գցում, միանում թե մենք ենք, որ միելնում ենք իրանց հակառակ ենք խոսում, իրանք տերորիստ ազգ են, ինչ-որ տարօրինակ ազգեր են, հայ անվան տակ, եկել ջանդամվել, լծվել են, փչացնում են Ամերիկայի անունը, դրա համար Ամերիկան ամենաանապահով երկիրն է, բոլոր ազգերից տարօրինակ ամենակեղտոտ մարդիկ գալիս լծվում են Ամերիկան։ Ու Ամերիկայի կառավարությունը ժամանակին չի հետախուզում տեսնի այս մարդիկ ով են, որ գալիս են քու երկիրը մտնում են, մի հատ նայեք նրանց անցյալը, հոգեբանական հետախուզություններ անցկացրեք, նախքան թույլ տալ այս տերորիստներին, որ գան լծվեն Ամերիկա ու փչացնեն կյանքեր։ Ուրեմն Հարութի քրոջն ու աղբորը իրա պատմելով Լիբանանում սատկացրել են։ Ով էլ որ արել է, դա ինքը թագավոր տղա է, տղամարդ տղա է, փառք Հիսուսին ու փառք այդ մարդուն, ով որ իրա քրոջն ու աղբորը սատկացրել է, ինքը թագավոր է, տերորիստ են եղել։ Նրանք տերորիստ են եղել, ինքն էլ ելելա տերորիստներին սատկացրել է։ Նույն արյունը Հարութի մեջ է հոսում, կեղտոտ Անի Առաքելյանի, մուսուլման ինչ որ կեղտոտ թուրք ազգ են սրանք։ Սրանք ինչ են։ Տերորիստ են։ Թուրք են։ Մենք ունենք գիտնական, Լոնդոնում բնակվող գիտնական բժշկուհի, շատ խելացի գիրք է գրում, ինքը author, New York Times best-selling author։ Երբ որ նրան ցույց տվեցի Հարութի ընտանիքի նկարները, սենց հայ սրանք հայի նման չեն, սրանց աչքերը տարօրինակ մոնգոլ, տաջիկ, մոնգոլական աչքեր ունեն ասում է։ Քթից էլ այնքան հեռու է, պուջուր, մեջն էլ բռնել են կապույտ լենսեր են դնում, որ յանում թե մեր աչքերի գույնը կապույտ է, երբ մոնգոլները կապույտ աչք ունեցան։ Քթից հեռու պուջուր աչքերով, մեջն էլ contact lens են դնում։ Շատ կեղտոտ ազգ են։ Կանադայի տերորիստները ու Ամերիկայի տերորիստները, Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, անօրենք ձևով եկել լծվել են Ամերիկա, ու ինչ վնաս են տալիս Հայաստանին, հայ ժողովրդին, հայ ազգին, իմ խեղճ ընտանիքին, իմ աղքատ խեղճ ընտանիքին, ու ինձ ես փոքր երեխա էի, սրանք ինձի թրաֆիքինգ են անում, հասկանում եք։ Ես ուզում եմ, որ Ամերիկայում բնակվող հայասերները, բարի խելացի մարդիկ սկսեն այս հետախուզությունները կայացնել։ Խնդրում եմ, մի հատ ինձ հետ հանդիպեք, մի հատ լսեք այդ պատմությունը։ Դուք ինձ կարաք ամեն ձևի հետախուզություններ իմ հետ անցկացրեք, հոգեբանների միջոցով։ Ես ես վերջերս հանդիպել եմ մի հոգեբան կնոջ, ես իրան պատմեցի, ասում եմ, իմ վրա սենց շարեր են անում։ Ինձ ասում են, որ յանեմ թե ես պեդոֆայլ եմ, տերորիստ եմ, ինչ որ իրանք են անում, իրանց արածները իմ վրա են գցում։ Իրանք են պեդոֆայլն ու տերորիստը, նման են, տերորիստ դրա համար են անօրենք ձևով եկել են Ամերիկա, անօրենք ձևով հարստանում են ու ամենակեղտոտ օրգան վաճառող են, հասկանում եք Հայաստանի ժողովուրդ, հայեր, Ամերիկայի բնակվող հայեր, սրանք օրգան են վաճառում, այս Հարութ Օրյանը, Անի Առաքելյանը, նրանց մայրը, քույրը, քրոջ աղջիկները, բոլոր տերորիստ թուրքեր են օրգան վաճառող, sex labor trafficking են անում մեր երեխաներին Հայաստանում, իմ հոպարի երեխաներին են արել, ինձ են արել, իմ ընտանիքս վախենում են խոսան, վախեցրել են, հոպարիս տղուն թունավորեցին, այդ երեխու աչքը ծռվել է, այդ երեխան այդպես չէր ծնվել։ Նույն բանը իմ աղջիկան արեցին, բայց իմ աղջիկը Ամերիկայում բժշկվում է դրա համար, թունավորում են մեր երեխաներին, մեր երեխաները այտենց չեն ծնվել։ Իմ երեխան ծնվել է նորմալ, այնքան սիրուն են իմ երեխեքը, աչքերը, ինձ են նման։ Գեղեցկությունն է եւ վրայից Աստծո լույս է թափվում իմ վրայից եւ իմ երեխաների վրայից։ Ասենց մարդիկ կարան լինեն պեդոֆայլ, մարդկանց աչքերից դուք արդեն գիտնականները մարդկանց աչքերով կարան
հասկանան, որ դիմացինը ով է եւ ինչ է։ Հասկանում եք, դուք ինձ հետ հանդիպեք, բերեք որ շատ լավ մարդիկ, ովքեր կարան հասկանան, հետախուզություններ անցկացրեք, հիմա ինչքան տեխնոլոգի կա, կարաք իմանաք, որ ինչ-որ իմ վրա շար են արել, էպիսուտ է, իրանց առածներն են իմ վրա գցել, ես որ փոքր երեխա էի, ինձ արդեն թրաֆիքինգ էին անում։ Նարա Փիրումյանի հետ, Նարա Փիրումյանը, Հարութ Օրյանը, Անի Առաքելյան, Նարա Փիրումյանը ապրում է Հայաստանում, հələ մի հատ բռնեք հետախուզեք իրան։ Պապիկիս սպանեցին, այնց էին թունավորել, մարդը ասում է ցավից գոռում էր։ Էլ ինչ են գցել իր մարմնի սիստեմին մեջ, էլ ինչ են գցել իր ուտելիքի մեջ, որ այդ թույնը մերկուրիա, սնդիկ ա եղել, ինչ ա եղել, անում են, այտենց բաներ սնդիկ են գցում ուտելիքի մեջ, տերորիստ են սրանք, տերորիստ, ցեղասպանություն են անում, իմ ցեղին, իմ ազգին ոչնչացնում են։ Հոպարիս երեխեքի ուտելիքների մեջ գցել են թույներ։ Ով որ իրանց հակառակ է հելնում, Հարութը հելնում է, նրանց սպանում է կամ թունավորում են։ Պապիս թունավորեցին, սպանեցին, ասում է դաժան ցավերի մեջ։ Էդ ինչ ա եղել, որ այդքան ցավերի մեջ ա եղել։ Ասում է ահա որ ցավերի մեջ ա ինքը եղել։ Ահա որ։ Հիմա այս Հարութին բռնեք, վիզը կտրեք Ամերիկայում։ Տվեք կառավարության ձեռքը, մի հատ հետախուզություն անցկացրեք, ամոթ է, հայեք։ Կոտորում են, մեջից պատկերացնում եք այս հայախոսները, թուրքերից ավելի վատն են, թուրքեր, նրանց երես ցեղասպանությունը եղավ 1915 թվից, դավաճանեցին, հելան ջանդանվեցին Սիրիա, իրանց դարանք մուսուլման դարան, հիմա էլ ձևացնում են յանը թե քրիստոնյա են, որ գան Ամերիկա, որ գնան Կանադա, որ գնան Եվրոպա, ձևացնում են յանեն թե իրանք քրիստոնյա են, եթե ելնում ես իրանք կեղտոտ առասներին հակառակ ես խոսում, ասում է, որ մեզ persecution են անում, այ քաձեր, այ կլիր ծծողներ, ձեզով է persecution անում, դուք եք բոլորին persecution անում։ Հայերի ցեղասպանությունը այսպես տերորիստ դավաճանների երեսից է եղել։ Ընդունեք, հելեք սկսեք հետախուզություններ արեք, խնդրում եմ, մաֆիաներ կան, հայ մաֆիաներ կան, որ ապրում են Ամերիկայում։ Այս վիդեոն հուսամ իրանց կհասնի։ Բռնեք մի հատ այդ Հարութի որի մեջը, մտցրեք, տեսեք, ձեզ ամեն ինչ կպատմի։ Պապիս թունավորեց, ինձ թունավորեց, իմ երեխաներին թունավորեց, հոպարիս երեխեքին թունավորում են, սպանում են։ Հոպարիս տղոն Ռուսաստան սպանող ով էր։ Հարութն էր։ Ղրգեցին, սպանել տվեցին հոպարիս տղոն Ռուսաստան։ Տերորիստ են Հարութը, իրա քույրը, քրոջ աղջիկները, իրա մայրը, իրա ազգականները Կանադա, բոլորը թուրք տերորիստներ են, թուրք, նրանց երեսից է եղել ցեղասպանությունը։ Եթե նրանք չդավաճանեին, ցեղասպանություն չէր լինի, թուրքերը չէին կարա հաղթեին, դավաճանության երեսից թուրքերը հաղթեցին։ Հիշեք Սողոմոն Թեհլերյանը մենակ Թալիաթին չսատկացրեց, նա գնաց դավաճան հայերի հետևից։ Բայց սրանք հայեր չեն, ապրել են, ծնվել են տարիներով, խառնվել են մուսուլման թուրքերի հետ, Սիրիա, Լիբանան, Իրաք, երբ հայ դարձան, երբ քրիստոնյա դարձան, երբ վանից քրիստոնյա եղավ Սիրիան, սուտ պատմությունները տենց են անում, որ կան Ամերիկա, լծվեն Կանադա, Եվրոպա, ձևացնում են, էլի։ Հասկանում եք ինչ ա կատարվում, այսի ցեղասպանությունը, իմ ու իմ ընտանիքին նկատմամբ ցեղասպանությունային հոպարի տղու աչքը ինչ են արել, թունավորել են երեխուներ, ինչ են արել խեղճ երեխուն, որ աչքը տենց ա եղել, հոպարիս երեխու։ Իրանց Սիլվա մի հատ ունեն կլիր ծծող, կեղտոտ քած, Կանադայում ապրում, Անի Առաքելյանի քույրն է, Անի Առաքելյանն էլա կլիր ծծող իրա, բոլոր քույրերը, նույնիսկ մայրը եղել է 70-80 տարեկան, դեռ սեքսով ազբաղում, պատկերացրեք, այդ տարիքին ինքան զզվելի է, նրա հետ ոնց են մարդիկ գնում անում, էլ Աստված գիտել ինչեր է անում, ոնց անում, որ երեխաներին նույնիսկ տանում է, պարկեցնում է իր հետ, իրանց առածներն էլ իմ վրա են գցում։ Ես այդպես մարդ չեմ եղել, ես փոքր երեխա եմ եղել, ինձի թրաֆիքինգ են արել։ Ես հոգեբանին պատմեցի սենց հայց, դու նման չես այդ մարդկանց եւ ես քո հետ շփվեցի, դու տենց մարդ չես ասում, նայում եմ ես քո երեխայի վրայից լույս ա թափվում, քո վրայից լույս ա թափվում։ Ես ուզում եմ, որ դուք էլ ձեր կողմից բերեք հոգեբաններ, եկեք հանդիպենք, ինչ you can interrogate me, ինձ interrogate արեք, հայեր, ես ուզում եմ, որ հայերի հետ արվի, ամերիկացիներին պետքը չեն մեն, չեն խառնվում, հեչ իրանց պետքը չի։ Նրանք ուզում են, որ
Մենք իմիգրանտներ ենք, իրանց մենք չենք հետաքրքրում։ Նրանք միայն ընկել են FBI ընկել է հարուստների հետից փողի մասին ամենակի։ Բայց մենք հայասեր չունենք Ամերիկայում։ Իհարկե ունենք հայասերներ, բարձր դասակարգի մարդիկ կան։ Նորից եմ ասում, իմ պապին Հարութը սպանեց։ Հոպարիս տղուն թունավորեցին, հոպարիս երեխաներին թունավորել են։ Նորից եմ ասում, հոպարիս տղու աչքը ծռվել է, էդի թունավորել են, այդ երեխան այտենց չէր ծնվել։ Իմ աղջիկը այտենց չէր ծնվել։ Թունավորել են։ Իմ աղջիկը 4.5 տարեկան եղավ, մեկ էլ նայեցի, որ աչքը, ինչու է ծռվում երեխու աչքը։ Թունավորել են իմ երեխային։ Այս նույն տերորիստները, որ լծված են թե Կանադա, թե Կալիֆոռնիա, թե Նյու Յորք, Նյու Ջերսի, ամբողջ Ամերիկայով, նույնիսկ Լիբանանով մեկ։ Լիբանանի կառավարությանն էլ պետք է կապնվեն, թող Հարութի ամբողջ ընտանիքին հանեն interrogation անցկացնեն նրանց նկատմամբ։ Դրանք տերորիստ քոչվորներ են, որտեղից են եկել, ինչ ազգ են, հայի նման չեն, հայերը սև տրճե չեն լինում, մեծ քթով սև մազոտ եւ թաթուտ Վեկալ հոնքերն էլ թաթու են անում, թաթու արած հոնքերով, էսի հայերը տենց չեն, հայերը կանաչ կապույտ աչքերով, ոսկեգույն կանաչ կապույտ աչքերով, մեծ սիրուն աչքերով հայ ազգը, դու կտեսնես հայը, ով է եւ այդ սևամորթները, ով են սև քթով, մեծ թաթուտ այբրոներով, իրանք Սիրիայից ջանդանվել են, իրանք իրանց հայի տեղ են դրել, քյուրդիշ ինչ-որ քոչվորներ են, Ցիգաններ են, քոչվորներ, որ ոչ իրանք ազգ չունեն, չեն պատկանում որևէ մի ազգի, ձևացնում են, որ յանեմ թե իրանք հայ են, որ գան լծվեն Ամերիկա, եւ ինչ կեղտոտ գործերով են զբաղված Ամերիկա, մաֆիաներ են, կեղտոտ քածեր են, նրանց պետքա հայ ազգը պետքա ելնի տակի դրա համար էլ ես չեմ հիմա մեղադրում Փաշինյանին, որ ուզում է հետախուզություններ անցկացնի եկեղեցիներում, թե ինչեր են անում։ Բայց հիմա նայեք, Փաշինյանին մի կողմ դնենք, այս հարցը տարբեր է, նորից եմ ասում, ցեղասպանություն է անում, այս Հարութ Օրյանն է, իմ պապին սպանել է, հոպարիս տղուն սպանեցին, ինձ փորձեցին տարին 5-10 անգամ ինձ սպանել փորձեցին, երեխաներիս թրաֆիքինգ արեցին, ինձի թրաֆիքինգ արեցին, թունավորեցին, մուսուլմանների ձեռքն ակցել ինձ Հարութ Օրյան, ես երդվում եմ, եկեք հանդիպեք մի հատ խոսանք, թուրքերին ասում է գնացեք սրան բռնաբարեք, էսի հայաստանցի հայա, մաքուր հայա, հայաստանցի քրիստոնյա, մաքուր քրիստոնյա, իսկական քրիստոնյա, ձեր թշնամին է, բռնաբարեք սրան, ու ինձ գցում էր մուսուլմանների ձեռքը, ես ինչ գործում եմ թուրքերի, պակիստանցիների հետ, ես հայաստանցի աղջիկ եմ, ես այդպես կեղտոտ էլ մարդ չգար աշխարհի վրա, Ամերիկայի մեջ էլ մարդ չգար, կամ ես այնքան սիրուն աղջիկ եմ, գեղեցկուհի, ամբողջ ամերիկացիները ասենց դառնում են ու շավիր ինձ նայում են ոտքից գլուխ։ Էլ մարդ չգար ես Ամերիկա թուրքերի հետ, պակիստանցիների հետ ես ինչ գործ ունեմ, մուսուլմանների հետ ես ինչ գործ ունեմ։ Քի Ամերիկայում էլ ուրիշ ազգեր չկային, ես մուսուլմանները ինձ դուր չեն գալիս։ Զզվելի թուրքերի, մարդ չմնաց թուրքերի եւ մուսուլմանների ձեռքը, Հարութը ինձ թրաֆիքինգ էր անում, թուրքերի, պակիստանցիների ձեռքն ակցել, դրա համար եմ ասում, հելեք մարդ եղեք, հետախուզություններ անցկացրեք, ես մեկը ճանաչում էի Նյու Ջերսիում, կորցրել եմ իր ինֆորմացիան, ինք ասում է, որ ինքը KGB-ի աշխատող է եղել Հայաստանում, ասում է, ես հայաստանցի FBI եմ եղել, FBI, դե Հայաստանում FBI չի կա, ինքը նկատի ունի, որ KGB ինչ-որ կարևոր մարդ է եղել Հայաստանում, իր ինֆորմացիան լրիվ կորցրել եմ, խնդրում եմ, հելեք այս հարցը լուծեք, Հարութը իմ ընտանիքի անդամներին հանգիստ չի թողնում, իմ պապը տատը վախենում են, նրանց ասում է, որ սուտ խոսան իմ մասին, վախեցրել է, որ իմ տատը սուտ խոսա իմ մասին, իմ ընտանիքի անդամներին վախեցնում է, ասում է սուտ խոսացեք, այս թղթերը տվեք, ինձ վրա շար են անում, ասում է, եթե չանեք, ձեր մյուս երեխեքին էլ կսպանեն, թրեթն է անում իրանց, սպանում է, վախեցնում է, ասում է, բոլորիդ հախից կգամ, եթե իմ խոսքը չքայլի ու իմ ընտանիքի անդամները վախից դողում են Հայաստանում եւ Ռուսաստանում, վախենում են, որ հելնեն Հարութին հակառակ խոսան, վախեցրել է, հոպարիս տղուն սպանեց, պապիս սպանեց, երեխեքին թունավորեց, հոպարիս տղու աչքը ծռվեց, այնքան թույներ դրեցին իր սիստեմի մեջը, հոպարիս երեխու աչքը ծռվել է, Հարութը թունավորել է իմ հոպարի երեխու, նույն բանը իմ աղջկան են արել, հիմա Ամերիկայում ես բժշկում եմ իմ աղջկան, տերորիստ են սրանք,
Սրանց պետք է ամբողջ ազգը վերջանա, Հարութը եւ իր ամբողջ ընտանիքը։ Տերորիստ թուրքեր են։ Սրանք ինչ գործ ունեն, դուք թույլ ես տալիս սրանք մտնեն Հայաստան։ Անի Առաքելյանին քանի անգամ եք թույլ տվել մտնի Հայաստան, օրգան են վաճառում։ Labor, sex trafficking, organ trafficking, հասկանում եք, նրանք մեր երեխաներին, մուսուլմաններին բերել լցրել են Հայաստան։ Այո, Անի Առաքելյանը կապի մեջ է թուրքերի, պակիստանցիների, տերորիստ մուսուլմանների բերել լցրել է Հայաստան, մեր աղջիկներին են trafficking անում։ Labor trafficking, sex trafficking եւ organ trafficking են անում ադրբեջանցիների հետ։ Կապ ունեն, լեզուն էլ խոսում են, թե արաբերեն են խոսում, թե թուրքերեն։ Կապ ունեն մուսուլմանների հետ բերել լցրել են Հայաստան։ Սրանց պետք է բռնեք, Նարա Փիրումյանին ինքը շատ բան գիտի Նարան, բռնեք խոսացրեք, ինչ իրավունք ունեն իմ պապի կյանքը խլեն, տերորիստություն են արել, ցեղասպանություն են անում։ Ինձի մեկը հայ չկա, այնտեղ դրա համար իրար եթե չեք բռնում, հետը ձեզ է հասնելու։ Խափել է տալիս, վախեցնում է, շատերին էլ կաշակ է կերցրել այդ գեղացիներին, որ սուտ պատմություններ խոսան։ Շար անում, իմ ամբողջ ընտանիքի գլխին սարքել են այս տերորիստները։ Հելիք պաշտպանեք, ես վստահ եմ, որ Ամերիկայում մի հատ հայ կլինի, որ իրանց պետք կլինենք մենք։ Դուք չեք խղճում, իմ ամբողջ ընտանիքը վտանգի մեջ է Հայաստանում։ Վախեցրել են, իմ ընտանիքը աղքատ ժողովուրդ, ոչ մի բան չեն կարող անել։ Խորամանկել չեն, ձևերը չգիտեն ոնց հեննեն, աղքատ են, խեղճ են, նրանք օգնության պետք ունեն։ Այո, իմ պապին Հարութը սպանեց, հոպարես տաղուն իրանք սպանեցին։ Վախեցնում են, դրա համար իմ ընտանիքը վախենում է, թունավորել են երեխու աչքերը, ինչեր են արել իմ հոպարես տղու, Թորնիկի, Սարգսյան, Բադո Սարգսյան, իր թորի աչքը ծրվել է, թունավորել են։ Գիտեք, այդ Անի քույրը, որ հիմա Կանադայում է, կարմիր մազերն էլ կարմիր է ներկել, կարճ մազեր, մազ չունի ինքը, գլխին պարիկ է դնում, սենց extension-ներ են դնում, յանի թե երկար մազեր ունի, շատ տգեղ են իրանք, քթի գործողություն, բերանի, ամեն ինչը շինում են, որ մի քիչ մարդու նմանվեն, կապիկի են նման մեծ քթով, մազոտ, այնքան տգեղ են իրանք, չեք պատկերացնի, կարճ, գեր, ինչքան փող են ծախսում, որ գեղեցկանան, ու նորից տգեղ են։ Սիլվի Դեմիրճյան Նազարյան, ինքը այդ խեղճ ամուսին ունի, նրան նույնիսկ իրանց ամուսիններին են տանջում չարչարում։ Անի Առաքելյանը մեկը ունի տունը, Էդոյա, Էդի Առաքելյան, բաննա, տան ծառանա, ծառայում է անի, ձրի, աշխատացնում են, ես արային արա, trafficking են անում, թունավորում են, Լիբանանում սպանեցին իրանց ազգականներից մեկին, որ ինքը հակառակ էր կանգնում իրանց հավատացյալ քրիստոնյա մաքուր մարդ էր, Պետիկ Հովանիսյան, դրա մահը պատահական չէր, սպանեցին, որ կնիկը պոռնոգություն անում, կլիր ծծող, շատ կեղտոտ չաղ, այնքան են տգեղ են, դրանց հետ ոնց են մարդիկ գնում, ես զարմանում եմ, այդ արաբ երեխաներին էլ ծագա, պետք որ պրակտիս անեն, նախքան ամուսնանալը։ Ուրեմն այդ Սիլվա Դեմիրճյանը Կանադայում դրա երեխան ծնվել էր աչքը ծուր։ Ես որ տեսա աչքը ծուր, ասեմ ցայեցի, տեսակ Աստված պատիժը տալիս է, ձեր երեխեքի աչքերը ծուր են ծնվում։ Հելավ ինչ արեց Անի Առաքելյանը ասենց հարեց, հիմա տես քեզուքը երեխեքի աչքերը ոնց ենք ծառելու, քու հոպարի երեխեքի աչքերը ոնց ենք ծառելու։ Ու ես մարդ եմ, ով որ խոսում է, քրիտիսայզ է անում, պատմում է, բայց ես երբեք մեկին ոչ մեկին վնաս չեմ տվել, երանի ժամանակը հետ գնար, ես Հարութի ուտելիքի մեջ ամեն օր քաք էի դնելու, ես իրան տունը մաքրում եմ, ճաշը եփում եմ, իրանց տունը ծառայ եմ, իրա մորը, իրա քրոջը, քրոջ աղջիկներին ծառայություն եմ անում, իրանք ելնում են իմ ընտանիքին, թունավորում են, սպանում են, ես զղջում եմ, ինչքան հիմար եմ եղել, որովհետև հավատացել եմ, որ Աստված է վրեժը լուծելու, բայց
Տենց բան չկա, Աստված երբեք վրեժ չի լուծում։ Մի ասուտ պատմություններ, մոռացեք։ Աստված ցեղասպանության վրեժը լուծեց մինչև այսօր, հա։ Մի հատ փոքր ինքնաթիռ անգնում, ելնում եք հայերով ուրախանում եք։ Աստված վրեժի է։ 2 միլիոն հայ մորթեցին։ Մի հատ ինքնաթիռ ընկնելով Աստվածն է վրեժ լուծում։ Ինչ միամիտ ժողովուրդ է գնացեք։ Հա, ինքը ելան իմ հոպարի տղուն թունավորեցին, իմ աղջկան թունավորեցին, ուտելիքի մեջ բան են գցել, մեծ աղջկաս թունավորում են human trafficking են անում, labor, իմ աղջկան ծառայում է հիմա իրանց։ Ձրի աշխատացնում են, փողը խլում են։ Այս Սարային արա տունը մաքրիր, ճաշ եփիր, գնա խանութ աշխատիր, գիշեր ցերեկ խանութը նստիր, աշխատիր, աշխատացնում են խանութի մեջ, sex trafficking են անում, նորածին երեխա էր, արդեն մուսուլմանների ձեռքներ գցել Անի Առաքելյանը փող էր աշխատում իմ երեխայի վրա։ Sex trafficking են անում եւ labor trafficking են անում, հուսամ իմ երեխայի օրգանները տեղում է։ Հուսամ իմ աղջիկա օրգանները տեղում է, վախեցրել են աղջիկս, վախից չի խոսում։ Ասում է, չէ, իրանք լավն են, մամաս վատն է։ Իհարկե, պահել են, ինչու են բռնել իմ աղջիկան։ 19 տարեկան է։ Այդ տարիքում Ամերիկայում բոլոր երեխաները հեռանում են իրանց մամա, պապայից, չնայած ես դա չեմ ընդունում։ Ես իմ աղջիկը փոքր 7 տարեկան աղջիկս իմ հետ է, երբեք թույլ չեմ տա, որ ինձանից առանձնանայինք, ուզում է լինի 30 տարեկան, իմ երեխան է, բայց Ամերիկայի օրենքով, Հարութը հետևում է, Հարութը Ամերիկայի օրենքով չի հետևում, Հարութը հետևում է իր ստոր, կեղտոտ ընտանեկան տերորիստ օրենքներին, նրանց ընտանիքներում ոչ սեր կա, ոչ մայրական, հայրական սեր կա, ոչ ընտանիքի միություն կա, իրար ատում են, իրարից բամբասում են, իրար լավը չեն ուզում, իրար հետ չեն խոսում, իրար հետ կռվում են, իրար ծեծում են, հայհոյում են։ Իսկ իմ ընտանիքում դա չի եղել, իմ ընտանիքում ասենց իրար հետ համաձայն սիրով, շատ լավ ընտանիք ունեմ, խեղճ են մենակ։ Միամիտ են, անմեղ են, չեն ջոգում, վախենում են, վախեցրել է։ Նույն բանը իմ աղջկան են արել Հարութը։ Իմ աղջկան Նաթալին վախեցրել են, որ սուտ խոսա մամայի հանդեպ, restraining order արնեն, որովհետև մաման շատ բան գիտի, չէ։ Ես գիտեմ, թե ինչ տերորիստություններ արել ինձ ու իմ երեխեքին, իմ ընտանիքի անդամներին, Հայաստանում մարդ սպանելը ինչ է։ Դրա համար էլ Հարութը ոնց ուզում է, այնց էլ անում է։ Տերորիստություն անում, ատելությունով հոգեկան հիվանդ են իրանք։ Հիվանդ են։ Տերորիստ, ցեղասպանություն են անում իմ ընտանիքի, դուք հայերը նստում եք, ոչ մի բան չեք ուզում անել, ոստիկանները գնում եք ուշքներ միտքը, այս աղջիկայի մանգամ, այն աղջիկայի մանգամ։ Դրա համար էլ հերթը ձեզ է հասնելու։ Եթե դուք չնստեք հիմա հարց ու փորձ անեք այդ Նարա Փիրումյանին, իր ընտանիքին, գաղտնիքները մեջտեղ հանեք։ Հերթը ձեր երեխեքին է հասնելու։ Տեսեք Հարութը հերթը ձեր երեխեքին է հասնելու։ Այն երկու երեխա մեռան Հայաստանում։ Ուր են այս երեխաները, ոնց մեռան։ Չեն ասում, Հայաստանի կառավարությունը գաղտնի է պահում։ Այդ երեխեքի օրգանները տեղում են երեկանները։ Այդտեղ մեռան, աննպատակ։ Ծիսակատարություններ են անում Սիրիայից, Լիբանանից, Իրաքից եկած այդ տերորիստները ծիսակատարություն են անում։ Անի Առաքելյանը, իր մարդիկ, Հարութ Օրյանը, իրանց մարդիկ, Հարութի քրոջ աղջիկը ինչ գործ ուներ Հայաստանում, նրանք կեղտոտ տերորիստ ազգ են, սրանց պետք է բռնեք, խնդրում եմ, ձեզ համար էլ լավ, մենակ ինձ չեք լավություն անում, ամբողջ հայ ազգին եք լավություն անում։ Պետք է լինի մի մաֆիա, հայկական մաֆիա, որ այս հարցը լուծի, ստից մի գնացեք բանդ, լսել եմ ինչ-որ հայկական մաֆիաներին բանդ են գցել, ստից պատճառներով մի գնացեք բանդ, ավելի ճիշտ բաներ արեք, որ մարդկանց օգնեք, խնդրում եմ, իմ վրա շար են արել, սուտ են խոսում, ես անմեղ մարդ եմ եղել, ես ոնց կարամ, ինձ կարակ հանդիպեք հետախուզություններ, հայերը, հայաստանցի հայերը, ես սիրիացիների տերորիստների հետ գործ չունեմ, նրանք հայ չեն, հետո ինչ-որ հայերեն լեզուն խոսում են կամ խաչ են կախում են, Հիտլերն էլ էր խաչ կախում, Հիտլերը ամենախաչապաշտ էր, տերորիստ չէր, տերորիստ էր ու խաչ էր կախում, ինչ կապ ունի խաչի հետ կամ ինչ-որ կրոնի հետ, եթե մեկը տերորիստ է, մեր ազգը ցեղասպանության է հասնում, ոչ միայն թուրքերի պատճառով, այլ հայի դիմակով թուրքերի պատճառով, որ հայի դիմակը հակել են, այն նրանք ավելի վտանգավոր են, քան թե հենց իրենք թուրքերը, հայի դիմակով թուրքերը ամենավտանգավորն են։
Խնդրում եմ, իմ ընտանիքի կյանքը վտանգի մեջ է, մեղք են, իրանց համար ապրում են անմեղ ժողովուրդ, նրանք ոչ մեկին վնաս չեն տվել։ Բանմեկ մի հատ այդ Անդրանիկ Սարգսյան կա, որ ազգական է մեր ընտանիքին ու ապրում է Սպիտակի Սարամեշ Չոթուր գյուղում, նրան էլ հարցախոզություններ են, նա էլ շատ սուտ բաներ խոսում, նրան ով է փող տվել, որ սուտ խոսա, բռնեք, հարցախոզություններ, Սիրիանուշ իրակնգան, հարցախոզություններ արեք, հարցաքննումներ, տերորիստ սիրիացիներին մասին ես գիրք եմ դրել թող Ամերիկան ճանաչի, որ Սիրիայում ապրող հայ չկա, նրանք հայ չեն, ուզում ա գժվեք, պատով տվեք ձեզ, Սիրիայում ապրող հայ չկա, նրանք ինչ ազգ են, ջիպսի են, քոչվոր են, ինչ ազգ են նրանք, 2 միլիոն հայ մեռավ, հայ մնաց, որ հասնի Սիրիա, ես այդ պատմություններին կասկածում եմ, որովհետև այտենց հայը տերորիստ չի կարա լինի, եթե Հարութ Օրյանը ինքը ասում է, ինքը հայ է և ինքը տերորիստ է, սխալ բան կա, նորից եմ ասում, այդ գիտնական կինը, գիրք գրող, Սիլվի Պորտոյան անունով Լոնդոնում բնակվող, ես իրա հետ խոսակցությունս ձայնագրել եմ, պահել եմ, ձեզ ուզում եք, կտամ ձեր ձեռքը, տեսեք, ցույց տվեցի իրան, ինքը գիտնական կինա, շատ խելացի գիրք ա գրում, հոգեբան և բժշկուհի New York Times best-selling author, պատկերացրեք, New York Times best-selling author, և իրա գրքերը ես կարդացել եմ, շատ խելացի ա, ինքը իրան ցույց տվի, ասեցի, նա իրա սրանք հայ են, նայեց սենց հայցանց աչքերը, ասեց, տաջիկ մոնգոլ, սենց աչքերա, փոքր, քթից շատ հեռու, ասեց, դիմքի կազմվածքը սրանց, Ազնիֆի, Անի Առաքելյանի և իրա քույրերի նկարները նայելով, ասեց, սրանք հայի նման չեն, հայը սենց դիմագիծ չունի, աչքերը տարօրինակ, հələ մի հատ էլ կապույտ լենզեր են դնում իրանց աչքերի մեջ, երազում են, որ կապույտ աչքեր ունենան։ Խնդրում եմ, հայեր, հայաստանցի հայեր, մաֆիաներ, հոգեբաններ, խելացի մարդիկ, ովքեր որ մտածեք, կառավարության մեջ, ովքեր մաֆիաներ, ինչ էլ ուզում ա լինի, կարևոր մարդիկ, հայեր, կարևոր մարդիկ, ովքեր որ ապրում են Ամերիկայում, խնդրում եմ, օգնեք ինձ, այս թող հարցը չեմ ասում գնացեք Հարութին սպանեք, սպանելը ինչ ա, տերորիստ սպանենք, բան գնանք, տերորիստները, թող գնան, խայտարակ իրանց պատմությունը երկրի վրա խայտարագություն ա լինելու, իրանց ցեղերը ոչնչանալու են, իրանց կեղտոտ անվան պատճառով, չունեն էլ ցեղ, տերորիստ են իրանք, փչացրել են իմ ամբողջ ընտանիքների կյանքը, մենք երջանիկ ուրախ ընտանիք ենք, ես Հարութի ձեռքը ընկա, որովհետև ինքը ինձ թրաֆիքինգ էր անում, տերորիստ ա, փեդոֆայլ ա, 28 տարի ինձանից մեծ փեդոֆայլ ա, ինչ գործ ունես, քեզանից փոքր 28 տարի փոքր աղջիկա հետ եկել էր Հայաստան մենակ ինձ չէր բռնաբարում, քանի աղջիկ երեխա եւ տղա երեխա բռնաբարեց Հայաստանում։ Անի Առաքելյանն էլ տերորիստ փեդոֆայլ ա, փոքր մուսուլման տղեկի հետ ամ գալիս, անչափահաս, ինքը իրան դուր ա գալիս, որ նրանք ջահել են, փուջուր են, իրանց անչափահաս են, փուջուր չեն, տարիքով փոքր չեն, այդ չեմ ասում, անչափահաս 14 12 այդ տարիքի մուսուլման տղեկի հետ ամ գալիս, որ ջահել մնա, նրանք էլ իրան են անում, որ իրա վրա պրակտիս անեն։ Իրա մաման էլ եղել է 70 քանի տարեկան, այդ նույն կեղտոտ քածություն անում, շատ կեղտոտ ազգ են, ու ով որ իր աղբորն ու քրոջը Լիբանանում սատկացրել է, Փառք Հիսուս Քրիստոսին, էդի չեմպիոն է, էդի Աստված է, էդի թագավոր է, ես նրա ոտքերի տակը համբյուր եմ։ Երկու հատ տերորիստ սատկացրել են, գոնե Հարութին ու Ազնիվին էլ սատկացնեին, իրան սորտը վերջանար, տերորիստ կեղտոտ սորտ։ Խնդրում եմ ինձ օգնեք, իմ խեղճ ու կրակ ընտանիքը Հայաստանում վտանգի մեջ է, խեղճ են, մեղք են, աղքատ են, անմեղ ժողովուրդ են, դրա համար էլ աղքատ են, չգիտեն ձևերը ոնց հարստանան, կեղտոտ գործերի մեջ չեն մտնում, կեղտոտ բաներ չեն անում, ու տենց աղքատ են մնացել։ Ինչ այնքան աղքատ են ընտանիքի անդամները, ոչ մի բան չունեն, ահա որ աղքատ են, միամիտ, խեղճ ժողովուրդ են, անվնաս, իրանք իրանց ուրախ, բայց երջանիկ ուրախ մարդիկ են, սիրում են երաժշտություն, կյանքը վայելում են, այդքան աղքատ են, բայց իրար հետ, իրար բռնած, իրար սիրում են, իրար թիկունք են կանգնում
եւ բարի են։ Իմ ընտանիքը բարի, իմ պապը բարի, իմ ամբողջ ընտանիքի անդամները բարի են, բարի մարդիկ են։ Իմ պապս ոչ մեկին վնաս չի տվել, իմ պապը պահել է մի հատ ծեր կնոջ, որ մեր ազգականը չի, մեզանից չի այդ կինը։ Իմ պապը պահեց մինչև այդ կինը մեռավ։ Նրա ինչ էր անունը։ Մի հատ ծերուկ կին, պապս արել է, որդե գրել է, պապս եւ պապիս մայրը, որ կենթանի էր շատ լավ կիներ, իմ թագուհիներն, ինձ թագուհու պես էր պահում նա, Արեգ Նազը։ Դա պահեց այդ կնոջը, մեր ազգականը չի, պահեցին, հոգ տարան, մինչև այդ կինը մեռավ, տիրություն արեցին, այդքան բարի են։ Իմ պապս, երբ որ բան էր եղել, ինչ են ասում, Ստեփանակերտից ամբողջ ընտանիքին պահեց Արցախի առաջին պատերազմների ժամանակ, Արցախի ընտանիքը եկան մեր տան մեջ ապրեցին, ամիսներով ապրեցին, չեմ գիտեր ինչքան, մի տարի ապրին ավելի, մեկ տարուց ավելի մեզ հետ մեր տան մեջ պապս պահեց նրանց, մինչև նրանք կարողացան տեղավորվել և տեղափոխվել իրանց տիրություն անել։ Պապս իմ ընտանիքը բարի է։ Իմ պապը, երբ որ ասում էր ինքը ուրախացել է, ես այդ պատմել եմ մի քանի հոգի, բայց նրանք իմ ասածները Անի Առաքելյանը հակառակ է դարձրել ինձ հակառակ, որովհետև չարա, չէ, նախանձում է, նախանձից պայթում է, որ ես իրանից լավն եմ եղել, ինձանից ինքը մեծ կնիկ է, ես ինձ կարա իմ մամա լինի, պառաված կնիկ է այդ Անի Առաքելյանը, խաբում է իրա տարիքը, ասում է Յանին, թե ինձանից 10 տարի է մեծ, ավելի շատ։ Անի Առաքելյանը եկել է ինձ այդ կոմպետիշն անում, պառաված քածը, ես հայաստանցի աղջիկ, գրագետ, տաղանդավոր, բարի, խելացի, անմեղ, հրեշտակ, կարդացած, խելացի, ինքան բարի, խելոք, անմեղ, միամիտ երեխա, ինքը քաց, Լիբանան սաղի տակով անցել է, Սիրիա սաղի տակով անցել է, տերորիստ, կեղտոտ քաց, ուզում եմ հետ հավեբատվի։ Ես եկա Ամերիկա ջահել սիրուն աղջիկ եմ, ոտքից գլուխ գեղեցկություն է, ինքը չաղ, տղամարդու ոտքեր, մազոտ, կարճ, տգեղ, քիտնաշինել, բերանս շինում աչքերի մեջ կապույտ լենցեր ա դնում, ուզում ա ցույց տալիս, այդ կապույտ աչքեր ունեմ, չունի, երազի մեջ, ոչ կապույտ, ոչ դեղին, փոխում աչքերի գույները, էլի, աչքերն էլ քթից հեռու, քսում ա, աչք ա քսում երեսին, պատկերացնում եք Անի Առաքելյանը աչքեր չունի, ինքը պետք է աչք նկարի իր երեսին, երևակայել դու աչք չունես, մատիտը վերցնում ես, աչք ես նկարում քո երեսին, ինչ ահավոր բան է, չէ, առանց աչքերի մարդ մատիտը վերցրու աչք նկարել, Աստված քեզ աչք չի տվել, Աստված քեզ աչք չի տվել, դու պետք է մատիտը վերցնես ու աչք գծագրես, աչք նկարես քո երեսի վրա, դրա համար էլ չարությունով նախանձությունով լծված է, նա ինձ ասում էր, ես քեզ նախանձում եմ, ես բանաստեղծուհի եմ եղել, գնացեք հայաստանցիներին հարցրեք, ինձ ճանաչում են, նախանձները չեն խոսա, նրանք իմ լավը չեն ուզում նախանձից, բանաստեղծուհի, գրագետ, գիրք գրող, բանաստեղծ գրող գիշեր-ցերեկ գիրք էի կարդում, ես հեռու էի նախանձ հարցներից, բամբասանք չի սալվից ու նարայից նստած բամբասանք են անում։ Նարան շատ կեղտոտ քած է, նա իմ հոպարի տղուն էր բռնաբարում, հոպարից տղեն անչափահաս, նարան մեզի սխալ բաներ սեքս էր սովորացնում, բռնաբարում, կեղտոտ բաներ էր անում, ինքն էր մեզ տենց բաներ սովորացնում, երեխաներ, ես երեխա ինչ գիտեի այդ տենց բաներն ինչ են, իրանք էին ինձ սովորացնում, նարան, իր աղբերը, այդ սիրիացիները, աչք չունի Անի Առաքելյանը, պետք է աչք գծի երեսին, շատ տգեղ, նախանձից տրտված, իմ կյանքը փչացրեց, չար թուրք է, նախանձ ատում են հայերեն, ինձ ասում Անի Առաքելյանը, թող հայերը խելոք մնային, ես էլ նույնն եմ ասել, թող Հարութի քույրն ու աղբերը խելոք մնային, ով որ արելա լավ արել, այդ ազնիվին պետք է սատկացնեին, որ 4 հատ պորնիկները չծնվեին, 4 հատ աղջիկ ծնել, 4-ն էլ կլիր ծծողներ, այո, ես իրավունք ունեմ սենց խոսալու, պատկերացրեք ինչքան կեղտոտ տերորիստ են, իրավունք ունեն բարկանալու, իհարկե, իմ ընտանիքի անդամներին նրանք սպանեցին, իմ աղջիկա կյանքը վտանգի մեջ է Ամերիկայում, խաբում են, վախեցնում են, ասում են սուտ խոսա, սուտ չխոսաս, քեզ սենց կանենք, էլ Աստված գիտի, էլ ինչ են գլխին շինել իմ աղջիկա, որ իմ աղջիկը վախենում է ճիշտը պատմում, որ իր գլխին ինչ են շինել, իր դեմ են բերելու։
Անի Առաքելյանը օրգան վաճառող է եւ իր կողքին կան Ամերիկայի կառավարական մարդիկ եւ իմիգրանտներ, դրսից եկած անօրենք մարդիկ, որ Ամերիկայում են ապրում, կառավարության մեջ են աշխատում, մուսուլմաններ, պակիստանցի, թուրք, ադրբեջանցի, Իրաք, Իրան, Սիրիա, բոլոր տերորիստական երկրներից եկածները Անի Առաքելյանի կողքին են, ինքը շատ ուժեր ունի եւ տակից դուրս է գալիս, իմ աղջկան վախեցրել են, եթե խոսած ու գլխին թրիկ է, ինչ են այն, գլխին շինել են, աղջկաց գլխին շինել են, վախեցնում են, որ ինքը չխոստա, բայց խնդրում եմ, եթե հայեր կան, որ ուժ ունեն, որ իրանք connection ունեն, powerful մարդկանց հետ, խնդրում եմ այս հարցը լույս աշխարհի բերեք, անմեղ մարդիկ են կոտորվում, ցեղասպանություն է կատարվում անմեղ մարդկանց նկատմամբ, այդ նախանց տերորիստ հոգեկան հիվանդ այդ Անի Առաքելյանը ինքը իր արածները, ինքը իր արածները ին վրա ակցե, դրա համար էլ ինքը իրան ձևացնում է յանը թե քրիստոնյա է, որ յանը տես է ես բարի եմ, խաչ եմ բզից կախում եկեղեցի, տենց են անում պորնիկները, որ ասում է ապիրատ աշխարհ մի հատ sense բանաստեղծություն կա, չէ, որ փողը քաձերին սուրբ է շինում, պրոստիտուտկեքները, որ ոնց ասեմ, կեղտոտ քաձերը, օրգան վաճառող, պատկերացնում եք, դա տերորիստությունն է, ցեղասպանությունն է ընդդեմ հայ ազգի։ Հարութի մայրը մինչև այսօր չի սատկել, օրգանները փոխել են, երիկամ, փոխում են, գնացեք հələ մի հատ Հարութին բռնեք ինտերոգեյտ արեք, տեսեք հələ ինչեր կա, որ ես չգիտեմ, ես ձեզ չեմ պատմում, ինչեր են բերում մարդկանց գլխին, ինչեր է արել, քանի մարդու կյանք են փչացրել, թե Ամերիկայում, թե Հայաստանում, թե Լիբանանում, ինչքան անմեղ մարդիկ են կոտորվում սրանց երեսից, ցեղասպանների, տերորիստների երեսից, թուրք են նրանք, կոչվոր ինչ-որ ազգ ձևացնում են, որպես հայ, մեր էլ խաչ են կախում, որ մարդկանց խաբեն, խաչով խաբում են մարդկանց, ձևացնում են, մենք քրիստոնյա ենք, մենք բարի ենք, մենք քարոզիչ ենք, բայց իրանք ինչ են օրգան թրաֆիքինգ անողներ, երեխաների sex labor trafficking անողների մաղջիկան հիմա labor trafficking են անում, աշխատում է փողերը ձեռքից վերցնում են, իրան մի կտոր հաց են տալիս, մի հատ տեղ են տվել, որ քնի, գիշերը բեյսմենտում, խաբում են, վախեցրել են, պահել են, խնդրում եմ, այնտեղ հայեր կան, որ ուժեղ են եւ կարևոր մարդիկ են, հանդիպեք ինձ հետ։ Եվ իմ հարցը փորձ արեք, իմ գլխին շինել են, խաբել են, իմ պապը մի անգամ սենց արեց, լավ ա եղել, որ Ամերիկայի սեպտեմբեր 9/11-ը եղավ, լավ եղավ, տերորիստները մեռան։ Դա Անի Առաքելյանը հակառակ է տրամադրել, ասում է նայր, ինքը այս թեյմին են եւ իր պապը տերորիստ են Ամերիկայի, ինչ են ասում։ Իմ պապը ասեց լավ ա եղել, որ տերորիստները պայթեցին, մեռան։ Ինքը պապս խոսում է մուսուլմաններին հակառակ, ոչ թե լավ ա եղել, որ Ամերիկայի գլխին սենց բան ա եկել։ Իմ պապը միամիտ մարդ է, իր ասածները առել են, հակառակ են շինել։ Որ մեզ վատ մարդ հանեն, որ իրանք օրգան թրաֆիքինգը գաղտնի պահեն։ Հələ Ամերիկայի հայր բանը եղավ, անմեղ մարդիկ մեռան, ինչու ես ու պապս պետք է ուրախանանք անմեղ մարդկանց մահվան վրա։ Մենք ուզում ենք, որ կեղտոտները մեռնեն, տերորիստները, խաբեբաները, երեխա բռնաբարողները, որ երեխա թրաֆիքինգը տերորիզմ է, դա հասկանում եք, երեխաներին թրաֆիքինգ անելը դա տերորիզմ է։ Եվ իմ պապը ասեց ինքը ուրախ է, որովհետև տերորիստները մեռան։ Մուսուլմանները մեռան, ինքը դա նկատի ուներ, ոչ թե որ ամերիկացիները անմեղ մարդիկ ոչ մեկը չի ուզում անմեղ մարդ մեռնի, դա հակառակ են շինել Անի Առաքելյանի իմ գլխին, իմ այդ ասածները, մարդկանց հետ խոսակցությունները տվել են Ամերիկայի կառավարությանը, տեսեք, սրանք տերորիստ են, ինքնա դու ես տերորիստ, քաց կլիր ծծող, մենք տերորիստ չենք, մեր ասածները ուրիշ նպատակ ունի, մի թվիստ են արել, դա մեր խոսակցությունները թվիստինգ են անում ու տալիս են Ամերիկայի կառավարությունն էլ դեբիլ է, մի օր չեն գալիս ինձ հարցնեն ինչ ա եղել, խի ես ասել, ինչ ես ասել, ինչ նպատակը ինչն է ու սենց մեր գլխին շինել են իմ երեխայի գլխին, իմ պապի գլխին, իմ ազգականների գլխին, մենք անմեղ մարդ ենք, մենք ոչ մեկի անմեղ մարդ, մենք մարդկանց մահը չենք ուզում, մեզ ինչ օգուտ, եթե անմեղ մարդիկ մեռան Ամերիկայի 9/11-ի տերորիզմին, իմ պապիս ինչ օգուտ,
Ինչու ինքը պետքա ուրախանա, իրան օգուտ չկա։ Իմ պապը մուսուլմանների նկատմամբ նկատի ուներ, որ լավ ա եղել։ Ու ես եթե criticize եմ անում, այն նրա համար եմ անում, որ թույլ են տվել մինչև այսօր այդ տերորիստ Անի Առաքելյանը ազատության մեջ իր ուզածները անումը, ես էլ ասում եմ, որ դուք կեղտոտ corrupt ձեր դատավորները CPS-ը Հարութի մատը խառն է, իր աղջկան, իմ աղջկան ինքը տրաֆիկինգ էր անում, երբ որ իմ աղջիկը նորածին երեխա էր այն ժամանակվանից։ Ամերիկայի դատավորները մարդիկ կան Ամերիկայի կառավարության մեջ, իրանց մատը խառն է, դրա համար ինձ հանգիստ չեն թողնում, մեր գլխին ուզում են շինեն, մենք անմեղ ժողովուրդ ենք, ես անմեղ կին եմ, խնդրում եմ ինձ օգնեք։ Իսկական քրիստոնյաներ կան հայերի մեջ, իրեք օգնեք իմ աղջկան հանեք և Հարութին բանդ գցել տանք, երբ որ ես հիմա փող չունեմ, որ private investigator վարձեմ, հասկանում եք, եթե ունենամ private investigator-ը Հարութի ամբողջ ընտանիքը բանդ կգնա, երանի ես փող ունենայի, բայց եթե դուք ինձ օգնեք, Հարութը նորից բանդ ա գնալու, բայց մենք փաստելու ենք, որ ինչեր են արել ինձ ու իմ երեխային, և Ամերիկայի կառավարության մարդիկ գիտեն, բայց դա կհասնի բարձր մարդկանց, հասկանում եք, այն ամենակարևոր բարձր տեղերը կհասնի, որտեղ դատաստան կլինի և իմ աղջկան ազատագրենք այդ դժբախտությունից, իմ աղջիկը ծառա չի այնտեղ, ես ծառայեի, հիմա իմ աղջկան են ծառա պահել։ Պապիս սպանեցին, հոպարիս երեխեքին թունավորեցին, իմ աղջիկներին թունավորեցին, խնդրում եմ, բռնեք Հարութին, տերորիստին, անմեղ հայ ազգին կոտորումը, խնդրում եմ, բռնեք դրան, իրա գլխին արեք, նախ թող բոլոր, ինչ որ ձեզ պատմեց, բռնեք պատմությունը, տվեք ոստիկաններ, կարևոր մարդկանց ձեռքը, CIA, FBI ձեռքը տվեք, կարևոր մարդկանց դատավորների, բարձր դատավորների ձեռքը, Հարութին բռնում եք, անում եք այն ինչ, որ ինքը ինձ իմ երեխեքին, հայերին, խեղճ իմ ազգականներին արեց։ Մերկուրի դրեք իրան մեջը, ինքը ոնց իմ պապի ճաշի մեջը դրեցին սնդիկ իմ երեխեքի ուտելիքների մեջը, նույնը իրան արեք ու հետո տվեք ոստիկանների ձեռքը, մի սպանեք։ Եկեք փաստենք այս տերորիստությունը և վերջ դնենք սրան, խնդրում եմ օգնեք ինձ։ Նորից եմ ասում, հայեր կգտնվեն, որ խղճում են անմեղ ժողովրդին և օգնեք, որովհետև սա գնում է մյուս խեղճերի գլխին, եկեք ամենից անենք, որ արդարությունը հաղթի, խնդրում եմ հայեր։